փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Այսօրվա կառավարության նիստին վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահին հրահանգեց փակել Երևանի կենտրոնի մի խանութ, որտեղից դժգոհ են դուրս եկել իր աշխատողները։ Այն որ վարչապետը աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Զայրացած Փաշինյանն անձամբ է զբաղվելու այս հարցով, գնալ գալու է, ստուգելու է, որ հանկարծ օրինախախտ խանութը չաշխատի։ Ստուգելու եմ, չգիտեմ, ասածս ինչքանով է, փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա են վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Եվ միայն վարչապետական թույլտվությունից հետո կարող է բացվել Փաշինյանին հունից հանած խանութը։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Քանի սենց խանութի տեղ իմացա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Փակվելու է այդ խանութը, առևտուր չի լինելու։ Միջև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու։ Արդյոք վարչապետի այս հրահանգը օրինական է, արդյոք Փաշինյանը դուրս չի եկել իր լիազորություններից ու իր ստորադասների փոխարեն է որոշում կայացնում ու առանց քննության, առանց ուսումնասիրության, առանց տուժ ու տուգանք նշանակելու միանգամից դատավճիռ է կայացնում փակել խանութը։ Ազատությունը մի քանի հարց է ուղղել կառավարության ղեկավարին, պատասխան դեռ չկա։ Սա սեփական անձը օրենքից վեր դասել է։ Սա հեքիաթների թագավորի պահված է։ Բայց հեքիաթներում թագավորները իրենց կամքով էին շարժվում, հիշում եք։ Ես ուզում եմ, որ սա լինի կամ դա լինի, արևը ցակի այնտեղից եւ մայր մտնի այստեղ, կամ մայր չմտնի ընդհանրապես, որովհետեւ ցերեկը որ երկար է լինում, լավ է։ Խորհրդային կարգերի օրոք այլախոհ այժմ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով Փաշինյանն այս դեպքում ընդամենը մի անելիք ուներ՝ հանձնարարել ստուգել արդյոք կա խախտում ու օրենքի շրջանակում պատժել։ Սա նշանակում է, այո, ես որ իմ պահանջից դուրս այլ պահանջ լինել չի կարող ձեր համար, դուք պետք է գտնեք ինչ որ ձև, ինչ որ կերպ փակել։ Կուզեք միանգամից փակեք, կուզեք ինչ որ կեղծ մեղադրանք ներկայացնելով փակեք, ցանկացած քայլով, բայց այդ խանութը պետք է փակված լինի։ Ես անցնելու եմ խանութի կողքով եւ այն պետք է միշտ լինի փակված։ Եվ այդ խանութի աշխատողները բոլորը պետք է լինեն աշխատանքից զրկված։ Սա է աշխատատեղ բացող վարչապետի պահանջը։ Առանց դատ ու դատաստանի է գործում Փաշինյանը, նկատում է իրավապաշտպանը։ Եթե առանց դատ ու դատաստանի ենք անում, առանց ուսումնասիրության ենք անում, միայն իշխանավորի կամքով ենք կատարում, նշանակում է դա օրինազանցություն։ Այդ դեպքում ցանկացած փողոցում կռիվանավորի կարելի է գնդակահարել տեղում, որովհետև նա նույնպես օրենք է խախտել եւ այդ կռվի հետևանքով կարող էր որևէ մեկին վնասել կամ սպանել։ Հարությունյանը հիշեցնում է ընդամենը 4 ամիս առաջ վարչապետի մի արտահայտություն։ Կառավարությունը ես եմ։ Չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Դա ոչ լեզվի սայթաքում էր, ոչ էլ թյուրիմացություն, Փաշինյանն այդպես է իրեն պատկերացնում։ Իրավապաշտպանը մեկ այլ դեպք է հիշում։ Տարիներ առաջ Փաշինյանը հրահանգեց աշխատանքից հեռացնել մաքսատան աշխատողին դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար։ Նույնիսկ իշխանազանցությունն է, որովհետև եթե ինչ-որ թյուրիմացություն կա, ինչ-որ սխալ կա, ինչ-որ իրավախախտում կա, ապա իշխանավորի առաջին պահանջը պետք է լինի եւ միակ պահանջը պարզել եւ օրենքի շրջանակներում վերացնել, ոչ թե գնդակահարել, փակել, ոչնչացնել, արգելել, սրանք բոլորը արդեն իշխանազանցություն են։ Երևանի կենտրոնի որ խանութն է դարձել վարչապետի առաջիկա օրակարգի կարևոր կետերից մեկը, ոչ աշխատակազմը, ոչ էլ պետական եկամուտների կոմիտեն չեն ասում։ Պեկից չեն հայտնում նաև, թե արդյոք կատարեցին Փաշինյանի հրահանգը, խոստացան առաջիկայում հայտնել։